Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, իմ հյուրն է պոետ Խաչիկ Մանուկյանը եւ կարծում եմ շատ ճիշտ ստացվեց խորհուրդեր, այսօր մայիսի 28-ն է։ Շնորհավոր ենք Հանրապետության օրվա առթիվ, հաղթական մարդիկ էին, հաղթական հայեր էին, ստեղծել են, նույն այս սրահում էր, որ մի քանի օր առաջ ես ասացի, գիտեք, մեր արքան արքայից արքա էր եւ այնքան մեծ տարածք էր վերցրել, ուրեմն ենթագիտակցության մեջ կար, որ ինչքան էլ կորցնենք, դեռ մի բան մնա, բայց հիմա արդեն կորցնելու ոչինչ չունենք եւ արդեն այդ պարտությամբ հպարտացողներին դուրս շպրտելու ժամանակն է, որպեսզի այն երկիրը, որը հռչակվեց, պետություն հռչակվեց Հայաստանը, այդ հռչակված երկիրը կարողանանք պահել եւ ոչ թե պարտությունը հաղթանակ համարելով, թեպետ գիտեք, այստեղ էլ մի քիչ պարադոքսալ զգացողություններ կան, մոտեցումներ կան, որովհետեւ նա պարտություն հաղթանակ համարում է, որովհետեւ իր մեջ երկվության գերակշիռ մասը ի նպաստ թուրքերի է, նա հաղթանակ է ասում այդ ուղղությամբ, որ այո, թուրքական մասով ինքը դա համարում է հաղթանակ, բայց պարտություն հայերի համար եւ եթե պարտությունը հաղթանակ է, այսինքն այս պարադոքսի մեջ ինքը այնուամենայնիվ հաղթանակ է տեսնում եւ իր համար բնական է, բայց նրանց ում խաբեությամբ վարչապետ հռչակեց բոլոր նրանց ովքեր խաբվեցին եւ կարողացան մղվել դրան, այդ խաբկանքին մղվեցին եւ հիմա հասկացան, որ ոչ մի բան են, որովհետեւ այդ նույն վարչապետներին ասեց արա Եթե դուք փող չունեք, ձեր երեխեքը պիտի գնան ծառայեն, նրանք ովքեր փող ունեն, այդ երեխեքը չպիտի ծառայեն։ Արդեն ասես դուք ով, մենք չենք եկել այս երկրում միասին ինչ որ հավասար քայլենք կամ ազգային ընդհանրականություններ ունենանք, ոչ։ Մենք ուրիշ ենք, դուք ուրիշ եք։ Մենք թրկահպատակներ ենք, Թուրքի պես, Էրդողանի պես աղբեր ունենք, իմիջիալոց կհիշեք, որ վերջերս էր որ մատով կանչեց, սա վազեց գնաց եւ Դրանից հետո Անան որոշ կոպիտ արտահայտություններ արեց ստիպված, որսի փրկի այդ գոյանքին, որտեղ մոռացել էր ասել, արա մենք հլա բան չենք, թուրքական վիլայետ չենք, որ քեզ մատով կանչեն կամ ճտցնեն չվազես։ Եվ ուրեմն քանի որ մոռացել էր զգուշացնել, սա մի անգամից այդ մատով կանչելով թռավ գնաց եւ ուրեմն հետո հասկացավ, որ եկավ, արդեն հասկացավ, որ հələ իսկապես գործառույթները ընթացքի մեջ են, դեռ չի հասցրել թուրքացնել Հայաստանը եւ այսպես։ Եվ հիմա մեր ժամանակի ընթացքում մեզ տոնը շնորհավորելով ասեմ նաեւ երևույթներն են հետարքիր այս ժամանակահատվածում, որտեղ ապրում ենք, որտեղ օտարված տարածքներն ենք տեսնում, որտեղ հերոսականությունը չի գնահատվում, որտեղ հերոս են համարում հարկ մոծողին եւ այդ հարկն էլ ինչ են անում, փոշիացնում են, լափում են, ջնջում են, ինչ որ 6 միլիոն տալիս են ինչ որ մի կասկածելի երկչի հայոյանքներ տվող, չգիտեմ, որպես թմրամոլ հայտնի աշխարհում եւ ընդհանրապես սրանց համար այդ թմրամոլությունը, չգիտեմ, խաղամոլությունը, այդ բոլոր մոլություններն են գովելի եւ վերջերս մի հարսնահանդես չէ, այդպես ուզեցին տեղի ունեցավ եւ համալիրում ես զարմանում եմ, լավ, ձեր մեջ խելոք մեկը չկար այդ համալիրում, որ անում էր, մի խելոք մարդ չկար, ասել ինչ համալիր, հո գավառականներ չեք, Մաշտոց պողոտան փակ է կարային ծերից այս հայերերը, ով է կարա դուք, որ մեր հարսանիքի գաք, անցնեք, դառնաք, Հաջորդը հույս ունեմ, որ տենց կանեք, որտեղ չի կարելի գնալ գավառականի նման ինչ-որ համալիր, այ կես բան, մաշտոց պողոտա, պագում եք երկու կողմից սեղանները դնում եք ու դավայ, սա է, ձեր մտածողության շարունակության մեջ դա պիտի լինի և իրականը դա է, թե չէ դա բան չէ, համալիրով չեք զարմացնի, իրար և հույս ունեմ հաջորդ այդ բանը, որ թմրամոլ կլնի, ինչ կլնի, խաղամոլ կլնի, որ գա արդեն դա կանի, ես հիշում եմ, որ Անկախությունը հռչակվեց առաջի բանը, որ անում էին այդ կազինոները, լրբանոցները, չգիտեմ, այդպես բաներ էր բացվում, ես հասկացա, որ մենք երկիր չենք ստեղծում, որ մենք եկել ենք ոչնչացնելու, հոշոտելու այս Հայաստան մարմինը։ Եվ դա այդպես սկսվեց, գնաց, շարունակվեց, եւ փոխանակ հայագիտական կենտրոններ ռազմարվեստին տիրապետելու, թեպետ արանքում նման բաները լինում էին քիչ, շատ քիչ։ Եվ դա էր արդյունքը, որ այնուամենայնիվ այս երկիրը կա, մեր Հայաստանը կա, եւ հույս ունեմ, որ ընդհանրական միտքը կգործի, այնուամենայնիվ կգործի, այս ընդհանրական մտքի մեջ տեղ պիտի չունենա ԿՊ-ն որը կապ չունի հայկական արժեհամակարգից դուրս գոյանքները, սրանք կապ չունեն։ Ես մի առիթով ասել եմ, որ մեր հայ գիշերային թիթեռնիկները, որոնց պուտանաներ, այդպես ասեմ, իրենց թասիբը ավելի բարձր է, քան կառավարության շատ անդամների, որտեղ սրանց մեջ ինքնություն այնուամենայնիվ կա։
Այսպես է ստացվել կյանքը այդպես, բայց իրենց մեջ արժանապատվության խնդիր որքան կա, որքան զարմանալի է կա, բայց սրանք չկա, սրանք պատրտեսեք ինչ էր կատարվում, լրտեսախումբը հելել էր իրեն գցում էր ջրերի մեջ, արա, Արցախ կորցրին, չգիտեմ այդքան զոհեր ունեցան, դրանցից մեկի ձենը լսել եք, այդ լրտեսախմբի ոչիլների, փալասների, դիշովկեկի մեկի ձայնը, բայց տեսեք ոնց էին իրանք լափամանը վերցրել էին դիմացներից, արևմուտքը ինչ որ գումարային սահմանափակումներ էր արել եւ սրանք իրաց նետում էին, արա լավը անդունդ չկար մոտիկ տեղ։ Դուք անդունդից էլ ձեզ կնետեիք լափի համար, որտեղ մորտապաշտ գոյանքները ոչ ազգ ունեն, ոչ հայրենիք ունեն, եւ եթե մարդու իրավունք եք ներկայացնում, կա մենք տեսանք ինչ խոշտանգումներ են կատարվել, որևէ մեկի համար սրանք հանդես եկան, իհարկե ոչ, սրանք ունեն տերեր, իրենք շուն են, մի մասը ակնհայտ հայտարարում են, որ շուն են, մի մասը կոծկում է իրենց շուն լինելը, բայց միևնույնն է շուն են, ըստ որում ստեղ վիրավորականը ասեմ ձեզ, շան համար է, ոչ թե դրանց, որտեղ շան մեջ էլի կան տեսակներ, որոնք ազնված ցեղ են, դվարնյաշկեք չեն, ոնց որ սրանք։ Եվ հիմա այս տոնն էլ, որ շնորհավորում են, հո բոլորը չի, որ տոն են զգում իրենց գիտակցության մեջ, բոլորը չէ, որ հասկանում են ինչ պայքարով, ինչ զրկանքներով, ինչ կամք դրսևորելով են հասել այս օրվան, մեր են իսկապես հերոսները, իսկապես քաջերը, որոնք հասկանում էին, որ պետություն չկայացվելու դեպքում վերանում է ազգը, տրոհվում է ազգը, եւ սրանք հիմա ամեն ինչ անում են, որպեսզի մղվեն դրան, կարողանան տրոհել, կարողանան այս պետությունը թույլատրել Եվ եթե մտածում են, թե սրանով խաղաղություն պիտի լինի, որ խաղաղությունը, ամենօրյա կրակոցներով խաղաղությունը, այն խաղաղությունը եւ երկիրը ոչ բարով առաջի դեմ կհանդիսացող մեկը ասում է արիքի համար սուրճ դնեմ, էլի, այս անեմ, էլ ասում է դու դավայ ռադդ քաշի գնա, չի ասում երևում է այդ ամեն ինչից, եւ մենք այդ ստորացումները կրողներն ենք, ուզենք թե չուզենք, սա իրականությունն է, բայց ես ասեմ ձեզ լավ բաներ էլ կան, մենք ներկա եղա ես մեջբերում անենք, հետո կամ լավ Բագրատ Սրբազանի։ Հա, ես ուզում եմ ասել այդ գրքի շնորհանդեսը, որ տեղի ունեցավ, եւ այդ շնորհանդեսին լսեցինք խոսքեր Սրբազանի կողմից, որոնք իսկապես մարդուն մարդ պահող արժեքներին էր մեզ մղում, ով ցույց տվեց, որ այս երկիրը կորած չի, եւ այն գիրքը, որը լույս է տեսել Սրբազանի գիրքը, որը դեպի ինքնաճանաչման է մղում մեզ բոլորից, Ես մի բան տեսնելով, գիրքը տեսնելով դեռ չէի ընթերցել, հիշեցի, որ Հրանտ Մաթևոսյանի հերթական հատորը, երբ Ալբերտ Սիսոյանը տպագրել էր, իմիջիայլոց գրքերի աշխարհ թերթի խմբագիրներն է, զարմանալի է, չէ՞, ուրեմն գրքերը ինչքան սիրված եւ ընդունված էին, որ ամբողջ մի թերթ տպագրվում էր ներկայացնելու համար, թե 15-օրյա ժամկետում ինչ գրքեր են լույս տեսել, որ մարդիկ հնարավորություն ունենան այդ գրքերը գնել, իրենց ցանկալի գրքերը Հիմա ով է բանի տեղ դնում, հիմա ով է լսում, բայց պարզվեց այո, շատ էին մարդիկ, ովքեր եկել էին, եւ մենք տեսանք, որ նստելու տեղ էլ չկար, եւ հրավերներ չէր եղել։ Եղել էր ընդհանրապես հաղորդագրություն, որ Սրբազանի գրքի շնորհանդեսն է լինելու։ Եվ երբ Ալբերտ Սիսոյանը ասաց իջնող մակարդակը Սևանի կբարձրանա, եթե մենք Հրանտ Մաթևոսյանի գիրքը իջեցնենք Սևանի ջրերին, այն իմաստով, որ գիրքը այնքան զորություն ունի, որ կարող է այո անգամ լիճը փրկել, Բագրատ Սրբազանի գիրքը գալիս է պայքար ավելի հզորացնելու, թեժացնելու եւ կամքով ավելի հզոր դարձնելու նրանց, ովքեր երկմտանքների մեջ են, ովքեր երկվությունների մեջ են, նրանք ովքեր թողնում եւ հեռանում են իմ երկրից, նրանք գնում են ինքնաոչնչացման։ Գիտեք ինչու, որտեղ այս տարածքը, որով էս տրված է պատմականորեն, այս տարածքը, որտեղ սիրո գուրգուրանքի կարիք ունի, եւ այն սերը, որ գուրգուրանք մենք ենք ստացել այստեղ, չի կարելի թողնել, այդ փոխադարձությունը ուրիշ տեղ չի լինելու, սիրելիներս։ Մի նայեք նրանց, ովքեր ուրեմն իրենց օտար են զգում այս հողին։ Նրանց մեծ մասը չունեն նաև ազգային պատկանելություն։ Ես շատերին գիտեմ, ովքեր գնում են, բայց ոչ թե գնում են անվերադարձ։ Գնում են ինչ-որ խնդիրներ, մեկը ֆինանսական խնդիր է լուծում, մեկը չգիտեմ, սա լրիվ այլ բան է։ Եվ ես շատ հայրենակիցներ, հարազատներ ունեմ, որ ովքեր դրսում ապրելով իրենց համար առանց կամարում են Հայաստանը, ապրելու խորհուրդը Հայաստանն է։ Հայաստանն է, որով իրենք մոլորակի վրա իրենց զգում են ոչ ավելորդ, որովհետև Հայաստանը
իր ներկայությամբ հզորացնում է բոլոր ողջ հայությանը եւ ես շատ կուզեի որ մենք միասնաբար կարողանանք չարքապատկաններին ջնջելով սրանք չարքապատկաններ են ի վերջո սրանց ջնջելով դուրս մղելով կարողանանք իսկապես տեր կանգնել լինել այդ հաղթականության կարողը որը ունեցել ենք հակառակ դեպքում սա սկսելով սրա նրա առաջ ինքնա ոչնչանում ենք սրանք չեն էլ գալու էլ մեզ կոտորեն մենք մեզ կոտորում ենք էլ կոտորեն ինչ անեն մենք տեսնում ենք նաև մեր այսօրվա մշակված քաղաքականության արդյունքում ինքնասպանվում են մեր հայրենակիցները ովքեր չգիտեմ գումարներ են տրվում այդ խաղամոլության մեջ ովքեր չգիտեմ այդ թմրանյութերի ազդեցության տակ մյուսը այսպես եւ լինում են նաև դեպքեր որոնք շատ զարմանալի են որոնք երբ լինում էր ամբողջ ազգը ապշանքի մեջ էր մնում երբ հարազատներն էին իրար սպանում խոշտանգում եւ հիմա այս երևույթները դարձել են սովորական որովհետեւ այն ինչ բերել է այս ԿՊ-ն սա հակահայկական ուրեմն մարդկային նաև արժե համակարգից դուրս իրավիճակները ստեղծում եւ սովորական է դառնում որտեղ բայց նրանք ինչ պիտի անեին եթե մարդիկ ասում են պարտության պիտի հպարտանանք հասկանում ես սա խելագարության չէ խոսք է բայց խելագարի խոսքը հնչում է ապրում է եւ սրանք կարողանում են իրենց հիմար մտքերը այնպես դասավորել, այնպես հրամցնել, որ ամիսներ շարունակ դրա մասին խոսելով մենք չենք զգում, որ արդյունքում կորցնում ենք երկիրը, երկրի տարածքները, մենք չենք զգում, որ խաղաղության մասին խոսողը չի էլ կարող ասի, արա այն սահմանները, որ մտել եք ջերմուկ, վեկալել եք դա մեր տարածքն է, այն հայերը, որոնց տարել փակել ես հանիրավի կերպով տարել եք եւ նրանց այսօր ուրեմն փակել եք ինչ է ստացվում, գերել եք ինչի համար եք գերել, վաղը եթե ձեզ բերեն գերենք եւ փակենք դուրս է գալու որ այո դուք եկել եք այնտեղ կատարել եք ուրեմն հանցագործություններ ոչինչ բայց այս մարդիկ ոչինչ չեն արել այս մարդիկ իրենց հողն ու ջուրն են պահել այս մարդիկ դարերով իրենց ժառանգացի տերն են ընդամենը եղել բայց միջազգային ացիաններում չգիտես ինչի սրանց հետ կար նաև համագործակցություն այդ ոչիրագործների հետ եւ ուրեմն ամեն պահ չէ որ ոչիրը մենք տեսնում ենք չէ գազայի հատվածում ցեղասպանությունը բարձ բոլորիս աչքի առաջ ընթանում է եւ արդեն այդ մակնելը ճանաչում որ դա ցեղասպանությունն է պոետ չգիտեմ ունեք պատասխանը որ հոլոկոստի ենթարկված ժողովուրդը դառնում է ցեղասպան այդ ի՞նչ է տեղի ունենում թեպետ նաեւ տեսակետ կա որ հрьяաները միշտ ուրիշների ցեղասպանություն ուրիշի ձեռքով է ցեղասպանություններ են արել բայց ուրիշի ձեռքով առաջին անգամ արդեն բաց Ես պիտի ասեմ որ ստացվում է սենց եթե հիմա մենք մեր աչքի առաջ տեսնում ենք պատասխանը սա է որ իրենք չեն ցեղասպանվել ցեղասպանվածը չէր գնա ցեղասպանության եթե նրանք ցեղասպանվել են ուրեմն չեն ցե դա էլ եղել է ինչ որ մի մոտիվ քաղաքական կամ չգիտեմ ինչ որ մի բան է եղել բայց ոչ ցեղասպանություն հակառակ դեպքում նրանք ցեղասպանություն չէին անի Եվ սա է պատասխանը, եթե թող լուրջ ուսումնասիրություններ անեն եւ այն հեքիաթը, որ պատմանը շարունակ թե իրենց ցեղասպանել են, բա դուք ինչ եք ցեղասպանում, եթե դուք իսկապես ցեղասպանվել եք։ Եվ դա ուրեմն անհամատեղելի է, ցեղասպանվածը ցեղասպան է, այդպես չի լինում։ Այդպես չի լինում։ Եվ մենք է որ իսկապես ցեղասպանված ժողովուրդ եւ հենց իրենք անգամ չեն ճանաչել մեր ցեղասպանությունը, ինչու չեն ճանաչել, որովհետեւ սա իսկապես ցեղասպանություն էր։ Սա ամբողջ աշխարհի աչքի առաջ եւ ադրադարձերը եղել են բոլորս էլ գիտենք Հիտլերի մյուսի հայտարարությունները։ 60 տարի ամբողջ աշխարհը բանի տակ են պահում, չէ՞ հрьяաները։ Բայց ճիշտ է։ Այո, բայց ես մի բան ասեմ, ես իրենց չեն ընդունում մեկ այլ ժողովրդի։ Այդ չընդունելով, բայց ես պատասխանը հենց ընդունում եմ Հիտլերն ա տվել ասա ով է հիշում բայց ես մի բան ասեմ Արգենի Անժելա ես հիմա տեսնում եմ որ իսկապես այդ անտառային օրենքներով եւ ուժեղն է ամեն ինչը թելադրում եւ ես չեմ փորձում նաեւ նսեմացնել ուժեղի ներկայությունը ես ուզում եմ ուժեղանալ ինքս ես ուզում եմ իմ երկիրը որ ուժեղանա այդ եւ ի վերջո մեր բանը շատ հետարքիր փիլիսոփա իմաստա սերներից ազնված զարմ ֆրանսիացին Լարոշֆուկոն ասում էր ուժեղներն ապրում են իրենց կյանքը թույլերը դատողություններ են անում այդ կյանքի շուրջ եւ ուրեմն այստեղ չի դնում արդարության չարդարության դնում է բացարձակ ճիշտ խնդիր ուժեղը ապրում է իր կյանքը թույլերը դատողություններ են եւ սա ոչ միայն մասնավոր անձանց հետ է կապված այլև պետությունների եւ այո հզոր պետությունները իրենց ինքնիշխանությունն են մոլորակի վրա հաստատում, այն մյուսները այստեղից ընդեղից հավաքվում իրենց շպրտում են ինչ-որ ավազանների մեջ, որովհետև պիտի քաղաքները թրջեն, որ արևմուտքից իրենց փող տան։ Այսօր Տիցիանական բերդում ազգագործանը խոսել է եւ ասել է, որ
Սարտարապատ ինչ ասեցի ասեք ծիծեռնակալը Սարտարապատում խոսել է ու ասել է Նիկոլը մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի հայրենիքը գտնված է այսօր մենք ավելի պետություն ենք քան երբևէ ավելի ինքնիշխան ենք քան երբևէ Սարտարապատում ասել է Նիկոլը եւ 29743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված տարածքով Հայաստան Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների այլ ձեռքբերումների արտահայտությունն է Այս ստակոլոր գոյանքի իհարկե որևէ միտք որևէ խոսք չի կարելի վերլուծել բայց ամեն դեպքում քանի որ փաստացի ինքն է երկրի ղեկավար հանդես գալիս մենք ստիպված ենք անդրադարձեր ունենալ թեպետ սրա որևէ միտք այս պահին հնչող հաջող պահին կարող հերքվի հենց իր կողմից եւ ես ասեմ որ հիմա ուրեմն հանդիպումներից հետո երբ թուրքերը ճտցնում էին սա վազում էր ուրեմն արդեն ասել են որ արա դեռ չես հասցրել դարձնել թուրքական վիլայետ Եվ միշտ ապիր գնայ, հիմա ուրեմն հանդես է գալիս, որ այն դիրքերից, որ հլա գործառույթները արժևում են, որ ամբողջությամբ չի կարող ուղղացել կործանել երկիրը եւ խոսում է, որ դեռ պետություն կա, բայց ինձ թվում է չկա պետությունը, որովհետեւ մենք տեսնում ենք սահմանային հատվածում ինչպես են մեր բեռնատարերը շարվել, ինչպես են Հայաստանից դուրս եկող այդ մթերքներ են կամ չգիտեմ ապրանքներ են տարբեր փչանում են, ուրեմն այդ գործարարներն են գումարներ կորցնում, աշխատատեղերը փակվում շարունակաբար եւ այս ողորմելին քեֆերով է զբաղված, որովհետեւ իր համար պետությունը ինքն է եւ իր այն ավտոշարասյունը, որը ճանապարհին է, երբ ոստիկանների մի խումբ անցնում էր, ես նրանց ոստիկան չեմ ասի, որովհետեւ սրանք կարկադրում էին աչքաշեք կանգնեք, ինչի կանգնենում է ստանում, մի հատ հարբեցող ծաղրեցու չի կո տարածը։ Եվ դրա համար էս ազնվազարմ ժողովրդին ասում ես կանգնի, բայց դրանք էլ են վարչապետ, բայց գոյանքը ձեր այդ ծաղրացուն ասել էր վարչապետեր եք բոլորը, ինքը որ եկել էր դռներ էր բացում, հլան ժամանակ ուրեմն չէր գանում երրակցելով ավելի ամրացնում, որովհետեւ հասկանում է, այն ինչ անում է, մեծ դավաճանությունը չի մարսվելու։ Հիշում եք Չարենցի տողը հսկում էր ոստիկանը ինչպես շունը։ Բաներ կա, որտեղ այո հսկելով շուն եք դառնում, պիտի կարողանաք զանազանել, արժեքներ զանազանել, պիտի հասկանաք, որ դուք նրա համար եք, որ այս ժողովրդի իրավունքները պաշտպանեք, դուք նրա համար եք, որ այս երկրի իրավունքները պաշտպանեք։ Ես գիտեմ, որ ձեր մեջ էլ ազնվազարմ սպաներ կան, որոնք հասկանում են, որ սրա նրա վասալը չեն, եւ եթե եկել են իմ երկրին դավաճանալու, այո, գալու է պահ, որ դուք էլ ձեր խոսքն եք ասելու։ Շատ քիչ եղան են սպաները, որոնք դուրս եկան եւ չուզեցին ծառայել այս գոյանքի հետ, որովհետեւ դավաճանի հետ բոլորը չէ, որ կհամաձայնեն, թեկուզ հացի համար, չգիտեմ ինչի համար աշխատանք ունենալ։ Չի կարելի, պարզապես չի կարելի, որովհետեւ դրա արդյունքում կորցնում եք ամենը այս պահականորեն չի կարելի, սրան ընդհանրապես գիտեք էլ, բոլորդ գիտեք, ժամկետ էլ չի մնացել։ Եվ եթե խաբեության փորձի ինչ-որ նորից վերարտադրվել, սա արդեն ընդհանուր ԿՊ-ականի մախոսականը կլինի, որտեղ այն մեծ ալիքը, որը կբարձրանա, այն մեծ ցասումը, որը իսկապես արդեն դուրս կգա, դրա դեմը ոչ մի բան չի կարող առնել։ Եվ ճիշտ կլինի, որպեսզի համբերատար, ինչպես իրանք են խոսում դեմոկրատական արժեքներից, մոտենան այնտեղ, որտեղ ճշմարտությունն է եւ փորձեն լսել իրական ձայնը, քվեն, թեպետ մենք տեսանք, թե ինչպես են ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսները, կարողությունները բանեցնում իրանց ձայների համար, մենք բոլոր տեսանք եւ բարակարում եւ բայց այդքանով անդերս նորից պարտության գնացի։ Հետաքրքիր է, էլի շատ հետաքրքիր, միշտ մտածել, Ադրբեջանն է ավելի sense բան ձևով ուզում վերջնական Արցախ բառը բնաջնջել ամեն տեղից, թե օրինակ Ալենն ու իր նմանները։ Ղարաբաղի ներկայացուցիչները նոր նախագահ են ընտրում, դրա հայլային արձագանքն է Ալիևի արևմտյան Ադրբեջանի պահանջը։ Ես հիմա ասեմ, որ արդեն իրանց մեղադրելը մի տեսակ չի ստացվում, որովհետև սրանք այնքան են բացահայտել, իրենց կերպարը, իրենց դիմակազերծ գոյանքներ են սրանք, են թքող մոր թքող լակոտա են մյուսները, բոլորը։ Այնքան արդեն տեսանելի է, որ սրանք հայ չեն, հայոց արժեհամակարգի կրողները չեն։ Սրանք սպասարկուներն են օտարի շահերի եւ այսօր որ խեղում են մեր ընթացքը, մեր կերպարը, մեր պատմությունը, մեր իրականությունը, անգամ գրականության դեպքում ամեն ինչ անում են, որպեսզի իրական արժեքները շրջանցվեն, սրանք այսօր նորից ընդունելի են որոշ խմբերի կողմից, որոնք դուրս են այդ աթոռների ուրեմն խմբուլիկներից, որոնք դուրս են այդ լապամանների, ուրեմն կողքը շարվածներից, այսինքն բա դուք ինչի համար։ Սրանց է հասկանալի է։ Աթոռ են տվել, իրենք էլ ազգային պատկանելություն չունեն, իրենց չի հետարկում վաղ Հայաստան կլինի, չի լինի, եւ այսպես այս պահական գոյանքներ են։ Բայց դուք, որ մտածում եք, թե ձեր երեխաները այստեղ պիտի մնան, դուք այստեղ պիտի ապրեք։ Ի վերջո գիտեք
սրբություններ կան, որոնք չի կարելի շրջանցել։ Անիմաստ է դառնում կյանքը, դառնում եք փետուր քամութերին եւ արդեն չի էլ կարելի ձեր ապրելը ումա պետ, մեր լինել ընդհանրապես ինչի համար է, անիմաստությունը այնքան է կարծրանում, որ այլևս կյանքը որևէ հրճվանք, որևէ բերկրանք չի կարող բերել։ Իսկ այդպես լինելը ինչ որպես ասած այսքան տարի մոլորակի վրա մնացիր կամ չգիտեմ ինչ, ես հիմա մեծարենցին հիշեցի այս պահին եւ էլի շատերը, որոնք իրենց կարճ կյանքի մեջ մարդկային այնպիսի մեծ թռիչքներ են ապրել, իրենց երկրով, իրենց ազգային զգացողությամբ, իրենց հանճարով, տաղանդով, մղումներով, որը իսկապես հավերժության խորհուրդ ունի։ Մեզ անընդհատ թվում է հավերժախորհուրդներ են նրանք եւ իրական հարուստներն են, ոչ թե այն գոյանքները, որ այստեղ ինչ-որ մեծ տարածք են փակում, իրենց թվում է մեծ տարածքով արդեն ներկայանալի գոյանքներ են դառնում։ Գոնե իրական մարդիկ կամ ճշմարիտ մարդիկ հասկանում են, որ ոչ այդ տարածքներով, ոչ ժամանակի միավորներով կա ոգեղեն ընկալում։ Եթե այդ ոգեղեն ընկալումը բացակայում է, ոչ մի բան չի կարող դրա դեմը առնել, ոչ նյութը, ոչ չգիտեմ, ոչ մետաղը, ոչ գումարը, թղթերի։ Ես մի ընկեր ունեմ, որ մոտենում է խոսում է, հո թղթերից չես նեղվում, սկզբում առաջի անգամ որ ասած չգիտեի ինչի մասին է։ Խոսքը դու մի ասա այդ գումարներին, այդ թղթադրամներին թուղթ է ասում եւ ճիշտ անում, հա, չնեղվեք հա թղթերից։ Այսինքն այդ թուղթը եթե ձեզ դարձնում է ինքներդ ձեր աչքին պատկառելի կերպար, դա որևէ բան որոշիչ չի։ Դա պիտի լինի, բայց դրան դուք պիտի իշխեք, ոչ թե դա ձեզ։ Հիմա Եփենի խաղաղության պայմանագիր հայերը կարող են ապրել Բաքվում, ադրբեջանցիները կարող են վերադառնալ այն գյուղերը, որտեղ որ իրենք ժամանակին ապրել են Հայաստանի տարածքում, արժում չեպազրություն ասել է Ալենը։ Եթե պայմանագրի կնքումից 5 րոպե հետո Հայաստանի եւ Ադրբեջանի բնակիչները սկսել են իրար հետ առևտուր անել բոլոր հնարավոր։ Ինչ 5 րոպե, իրենք վաղուց են առևտուր անում, նրանք հողերն են ծախում, նրանք այդ փողերն են տալիս եւ ասում են այդ խաղատների միջոցով, չգիտեմ ինչով աննախադեպ գումարներ է գալիս եւ այդ գումարների մի մասը մասնագետները ասում են, այո, այդ հողերի դիմաց է, կամ որպեսզի ԿՊ-ն վերացնի հայ ժողովրդին եւ ուրեմն հայրենի տարածքները, այսինքն մեր երկրի կործանման գումարը իրենք ստանում են, իրենք առևտուրը արդեն անում են։ Եթե մտածում են իրենք այդ միլիոնները, միլիարդները պետք է առնել եւ այս ժողովուրդը դա կոպեկներով լոլիկ ու չգիտեմ սմբուկի առևտուր անի, սա այդպես չի։ Նախ առևտուրը այն պետք է լինի, որ կարողանանք հասկանալ, այս դավաճանությունը, որ կատարվեց, մենք դա բացահայտենք միջև վերջ եւ ասենք, չկա այնպիսի գին, չկա գումար այնպիսի չափ, որը համազոր լինի հայրենիքի դավաճանությունը, արժենա դրան։ Դա որևէ կերպ չես կարող փարատել։ Եվ այն այրունը, որ խմել եք, վամպիրներ, ես այդ այրյան պատասխանը ստանալու եմ։ Ես հիմա հավատում եմ իմ երկրի օրենսդրությանը, ես հավատում եմ իմ երկրի ժողովրդին, ես հավատում եմ ճշմարտության հաղթանակին եւ խաղաղ հանգիստ խոսում եմ, բայց եթե որ տեսնեմ սրիկայությունը հասնում է այն չափերի, որ մենք մնալու ենք սենց լքված, ծաղրված, այ դա չեմ ներելու եւ ինպես շատերը չեն ներելու եւ ես չեմ ուզում անկառավարելի դարձնել գործառույթները իմ երկրում ես ուզում եմ իսկապես էլ այդ ճշմարտության հաղթանակը լինի ես ուզում եմ Սրբազանի ասած տաճարը հաղթի փողոցին եւ վերջապես էլ հասկանանք որ չի կարելի փողոցից գալ եւ մտածել թե կարող են իրենք ամեն ինչը ուրեմն տիրապետելով այս երկիրը առաջ մղել իրականում այդ վերլուծությունները, որոնք տարիներով պիտի կատարվեն, սրանք վայրկյաններում, րոպեներում որոշում անում են, դրա համար էլ այսօրն ենք ընկել։ Այնտեղ ծաղրվում են մեր հայրենակիցները տարիներ շարունակ ծաղրվում են, եւ ստեղ չենք համարում, որ այդ ծաղրանքը մեզ է ուղղված, որ այդ զրկանքը մենք ենք կրում։ Մենք դա չենք հասկանում, գիտեք ինչի, որովհետեւ անասնակալած գոյանքներ են դարձնում շուրջ բոլորը, ազգային պատկանելությունից դուրս են մղում։ Հասկանում եք, եւ էլի նախքին ներկա հոլովույթով ուզում են ինչ-որ բան գտնել, արդարացում գտնել։ Չի ստացվում, որովհետեւ իրական իրենց ասած նախքինը իրենց բնութագրվածով հենց իրենք են։ Հենց իրենք են եւ այդ նախքինը, որ խոսում են կոռուպցիա, չգիտեմ ինչ, աննախադեպ կոռուպցիայի մասին է խոս գնում եւ ես տեսել եմ Հրանտ Բագրատյանը այստեղ ձեզ հետ միասին զրույցում ինչպես է ներկայացնում այդ միլիարդների կողոպուտը հասկանում եք սա է ամբողջը բայց ես ելի եմ ասում ինձ համար ինչու տիկինը չի հանգստանում ասում է ես կրթում եմ եւ դուք ոչիլ եք դուք անասուն եք դուք էշ եք
դուք տգետ եք, դուք տխմար եք եւ Տիկինը- ասեց այն ինչ որ ներսում էինք խոսում, հիմա արդեն ասում եմ հրապարակային։ Տիկինը Վերջացավ սերը։ իր վրա վերցնում է հարվածը, որպեսզի դեբիլ ամուսնուն մի քիչ հարվածեն, որովհետեւ նա տեսնում է, որ ճտցնում են ամուսինը վազում, եւ դա եթե ըստ Ինքն են բաժի մոտ վազել, Երդողանի կնոջ մոտ։ Եթե նկատել եք, նա չէր կզել։ Բայց երջանիկ էր, Դե դեպքին ոչինչ։ գար երջանիկ։ Դա էլ է վատ իհարկե, Օրինակ չհարցրեց, այդ բաժին չհարցրեց, ասեց այդ հրահանգ տվեց Արցախ գնալու ճանապարհին, ասեց հանկարծ գերիներին չթողեք, հա։ Անժելա ջան, ես Նա իմ չասեց ինչ կա։ ամեն դեպքում ունեմ Նիկոլի պես չի կզել եւ Նիկոլը եթե տես կզելով գնում է մտածում է դա խաղաղության է տանում, խայտարակության է տանում դա երկրի ավարտին է տանում։ Եվ անհամեմատելի են ի վերջո ես ասել եմ, որ Աննան իշխանություն չի եւ բան չի ներկայացնում, կառավարիչ չի եւ չգիտեմ ինչ չի, բայց ես իր պահվածքը դրանից իհարկե անհամեմատ նորմալ եմ համարում։ Իսկ այն ինչ գալիս է, որ մեր էս խապված ժողովրդին եմ ուզում դիմել։ Եթե դուք մտածում եք, որ պիտի գնաք ընտրության հերթական անգամ եւ ընտրությունով կարողանանք այդպես չի լինելու։ Ես շատ ուզում եմ, որ արագ կազմակերպվի այն ամեն ինչը, որը հնարավորություն է տալու չարքապատկաններից ձերբազատվել եւ ի վերջո այս շղթաները կորցնելով իմ երկրի մտածողության, այս հիմարության քարոզը վերջացնելով իսկապես հասկանանք, տեսնենք իրականը, ինչ է եղել իրականում։ Երկիրը կործանել են, Արցախը հանձնել են, ջերմուկի արվարձանները, մյուս տարածքները, Կիրանցը եւ էլի շարունակաբար գնալու է եւ չեմ ուզում հիմա նորից անուններ հնչեցնել, որը բոլորդ էլ լավ գիտեք։ Հաջորդ քայլը դա է։ Եվ հիմա ասում է, սա ադրբեջանցիները մեր այդ եղբայրեն պիտի գան ապրեն, բա երեք ինչի չէիք ասում արա այդ։ Բա որ մեր երեխեքը հետում են եւ գոռում եք, ես մեր Սարդարաբադն ա եկեք, բա այդ դուք չէիք։ Դե դուք երկություն ունեք, թե ասենք, չգիտեմ, բազմաբնույթ գոյանքները եւ կարող եք այն ասել, այն որ ասում է իր բրոնե ժիլետները վեկալեք եկեք։ Բայց դուք կարող եք ուրիշ բան վեկալեն գան արդեն։ Հասկանում եք։ Դա էլ հաշվի առեք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ եւ ես հավատում եմ հաղթանակին եւ ես ուզում եմ վստահ լինել, որ մինչեւ ընտրությունների ժամկետը մենք ունենալու ենք բարեփոխված վիճակ, վռնդելու ենք ճարքին։ Շնորհակալություն։